Հարգելի գործընկերներ, Հայաստանում բազմից է խոսվել տնտեսության գիտատար արդյունաբերության, զարգացման, արտադրական ձեռնարկությունների վերականգնման մասին։ Սակայն սրան հակառակ երբեմնի արդյունավետ աշխատող հսկա ձեռնարկությունները ոչնչացված վիճակում են։ Իսկ պարզից էլ պարզ է, որ Հայաստանը որպես կենսունակ եւ մրցակցային առաջնայնություն ունեցող պետություն կարող է երկարաժամկետ գոյատևել միայն արդյունաբերության առկայության դեպքում։ Մասնավորապես կցանկանայի խոսել Նաիրիթ գործարանի մասին։ Նաիրիթի հիմնախնդիրը եւ արդյունաբերության վերականգնման հիմնախնդիրը եւ սոցիալական արդարության լակմուսի թուղթ մեր պետության սոցիալ-տնտեսական քաղաքականության համար։ Երկար տարիներ այս գործարանի աշխատակիցները պայքարում էին իրենց աշխատավարձերի համար, իսկ այսօր պայքարում են միաժամանակ նաեւ քիմիական հսկան վերագործարկելու համար։ Անհրաժեշտ է Նաիրիթի վերագործարկման պետական քաղաքականություն, որը պետք է ունենա 3 ռազմավարական կետ Նաիրիթ ձեռնարկություն ներդրողների ներգրավման համար։ Առաջին՝ տրամադրել հարկային արտոնություններ։ Երկրորդ՝ ձևավորել ներդրումային ռիսկերի ապահովագրման պետական համակարգ եւ երրորդ՝ ձևավորել Նաիրիթի արտադրանքի արտահանման պետական աջակցության մեխանիզմ։ Սա ֆինանսներ չի պահանջում, զուտ կազմակերպչական աշխատանք։ Այսօր արդեն կա հստակ ծրագիր, կան ներդրողներ, սակայն գործընթացը տեղից չի շարժվում։ Հայկական վերածնունդ կուսակցությունն ամիսներ շարունակ աջակցում է նաիրիցիներին իրենց պայքարում։ Նաիրիթի կոլեկտիվի հետ համատեղ աշխատանքի արդյունքում այս տարվա սեպտեմբերի 1-ին մենք օրենքի նախագիծ դրեցինք շրջանառության մեջ, որը հնարավորություն կտա հարկային արտոնություններ տրամադրել Նաիրիթին եւ կխրախուսի ներդրողներին հնարավորություն տալով գործարանը վերագործարկել։ Մնացյալը գործադիր իշխանության խնդիրն է, սակայն կա նաև տեսակետներ, մոտեցումներ, ինչպիսի մեխանիզմով դա անել, ինչի մասին ես նաև խոսեցի։ Սակայն չնայած այն հանգամանքին, որ նախագիծն արդեն 35 օր է շրջանառության մեջ է, գործադիրից որևէ արձագանք չկա, ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս կառավարության վերաբերմունքը նման կարևոր խնդրին։ Նաիրիցիներն արտահայտելով իրենց բողոքը այսօր միջոցառում էին կազմակերպել ազգային ժողովի առջև, պահանջելով օրենքի նախագծի շուտապույտ քննարկում։ Համոզված եմ, եթե պետությունը չունի ֆինանսական միջոցներ ներդրումների համար, ապա պետք է եւ հնարավոր է հարկային գործիքներով խրախուսել ներդրողներին։ Մենք պատրաստ ենք աշխատել եւ համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի եւ գործիչների հետ, որոնք ցանկություն կհայտնեն աջակցել եւ միանալ Նաիրիթին վերաբերվող այս օրենքի նախագծի ընդունմանը։ Ես նորից ուզում եմ ասել, սա մեր պետության համար լակմուսի թուղթ է հանդես գալու։